Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի հուլիս ամսվա տարրո կանխատեսումը կարիճ նշանի համար։ Ինչպես միշտ 5-ական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև 1-ական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիան անպայման բոլոր կարիճները իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր ոլորտներում և տարբեր դրսևորումներով։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական խորհրդատվություն, անհատական տարրո կանխատեսում կամ հորոսկոպ, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Իմ կոնսուլտացիաները օնլայն են։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ գործարքով։ Թե ինչ գործարք կլինի, ամեն մեկը մի ձևով այն կզգա, բայց որ գործարք կլինի, դա հաստատ։ Այսինքն մեկը գուցե ինչ-որ բանկային համակարգում գործարք լինի, մյուսի մոտ արք ու վաճառք լինի, մյուսի մոտ պայմանագրի ստորագրում լինի, հա ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, բայց այս քարտը մեզ ասում է, որ շատ զգույշ եղեք, ամեն ինչ լավ մանրազնին նայեք, որպեսզի ինչ-որ փակ պահեր չլինեն ձեզ համար և հետագայում խնդիր չլինի։ Դուք այս ամսում ինչ-որ բան կթողնեք անցյալում և առաջ կգնաք, սա ինքնակամ թողնելու մասին է, հա, խոսում։ Ձեր առօրյան կփոխվի ամսվա ընթացքում։ Սա կարող է պայմանավորված լինել աշխատանքը փոխելու հետ կապված, բնակության վայրը փոխելու հետ կապված, օրինակ հարաբերությունները թողելու անցյալում, շարժվելու առաջ։ Մի խոսքով ամեն մեկը մի ձևով կզգա, բայց ինչ որ բան կթողնեք անցյալում եւ առաջ կգնաք, փոխվի ձեր առօրյան։ Կրկին հաջորդ քարը մեզ խոսում է նրա մասին, որ հաջողությամբ ինչ որ բան ձեր կյանքում կավարտվի և նորը կսկսվի։ Այս քարտը կարող է խոսել նաև արտասահմանի թեմայի և արտարժույթի հետ կապված, ոմանք գուցե հենց այս 3 քարտերը համակցության մեջ ասեն, որ գուցե արտարժույթ գնեք կամ վաճառեք, կամ գուցե արտասահման գնաք կամ արտասահմանից հյուրեր ընդունեք, ինչ որ արտասահմանի թեման ձեր կյանքում այս ամսում կարծարծվի։ Հաջորդ քարտը շատ լավն է դուրս եկել, բախտի անիվն է դուրս եկել, այսինքն ինչ որ բան ի օգուտ ձեզ կլինի։ Այսինքն ինչ որ իրավիճակ գուցե ստեղծվի, որտեղ մտածեք, որ չէ, այնպես չի լինի, ձեր ուզածով չի լինի, բայց վերջին պահին ամեն ինչ այնպես շարժվի, որ դուք էլ զարմանաք, թե ինչպես դա եղավ։ Հնարավոր է օրինակ ազարտային խաղերում հաղթանակ բերի այս քարտը։ Շատ հաճախ իհարկե սա խոսում է նաև ճանապարհ գնալու մասին կամ տրանսպորտային միջոց ձեռք բերելու կամ վաճառելու մասին։ Եվ սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կավարտվի պլանների խափանմամբ։ Ինչ որ բան ձեր ուզածով չի գնա, ձեր պլանավորածով չի գնա։ Դա չի նշանակում, որ չի ստացվի, ուղղակի հենց ձեր պլանավորած ձևով չի գնա։ Գուցե պլանավորել եք օրինակ մեկնել արտերկիր չստացվի, ճանապարհ գնալ չստացվի, կամ այլ ինչ որ պլաններ ունեք, ինչ-ինչ պատճառներով չստացվի։ Ինչ որ անսպասելի իրավիճակներ կարող են ստեղծվել։ Այժմ նորալուսնի և լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին ենք ունենալու ամսի 10-ին, հուլիսի 10-ին մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Այստեղ սիրելի ընկերներ, ձեզ տարաձայնություն է սպասվում, գուցե մրցակցություն, օրինակ աշխատանքի գուցե պետք է ընդունվեք, մրցակցությունը շատ լինի, կամ առհասարակ որևէ հարցի շուրջ ձեր շրջապատում ձեզ հետ համակարծիք չլինեն։ Եվ նորալուսին կլինի ամսի 24-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կթողնի։ Այս ժամանակահատվածում ձեզ մեծ ակտիվություն է սպասվում, առաջընթաց, ոմանք ճանապարհ կգնան, ոմանք տրանսպորտային միջոց նոր ձեռք կբերեն։ Մի խոսքով շատ ակտիվ կլինի այս ժամանակահատվածը ամսի 24-ից հետո մինչև մյուս ամսվա սկիզբը ևս։ Այսքան է սիրելի կարիճներ հուլիս ամսվա հետ կապված, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։